Փաշինյան-Էրդողան հանդիպում Դոլմաբահչեյում, ինչ է քննարկվում Հայաստանի համար բախտորոշ հանդիպմանը։ Բաքվի հերթական սադրանքը, ադրբեջանական կրակոցից ներքին հանդում տուն է վնասվել, եռացող տարածաշրջանում ինչ զարգացումներ են սպասվում Սյունիքում։ Կրեմլը հետևում է Սամվել Կարապետյանի ձերբակալության հետ կապված իրավիճակին եւ անհրաժեշտության դեպքում կաջակցի Պուտինի խոսնակի հայտարարությունը։ Դարի կիբերգողությունը 16 միլիարդ գաղտնաբար հակերների ձեռքում, ինչպես չընկնել նրանց որսացանցը։ Ինչու աշակերտներին չեն հրապուրում ֆիզիկան, քիմիան, կենսաբանությունը, Հայաստանում գիտությունը հետին պլանում է, պատճառներն ու լուծումները ըստ մասնագետների։ Ամսական 73,000 դրամ նրան, ով աշխատանք կտա անապահովին, պետական աջակցություն բարեխիղճ եւ սրտացավ գործատուներին։ Կոմպրոմիս երրորդյա բողոքից հետո անհետ կորածների ծնողները հանդիպման խոստում են ստացել եւ բացել Բաղրամյան պողոտան։ Արմենիայի եթերում նորությունների գլխավոր ժամն է, բարի երեկո, ես Շահանե Մեժլումյանն եմ, ամենակարևորն ու դիտարժանը մեր եթերում։ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Թուրքիայում է, Ստամբուլի Դոլմաբահչեի նստավայրում այս րոպեներին ընթանում է Էրդողանի հետ հանդիպումը։ Այսօր արտգործնախարարության անանուն պաշտոնյան լրատվամիջոցներին ասել է, որ կողմերը կքննարկեն համապարփակ խաղաղության պայմանագիր կնքելու ջանքերը եւ Իրան-Իսրայել հակամարտության տարածաշրջանային հետևանքները։ Մինչև Էրդողանին հանդիպելը Նիկոլ Փաշինյանը այցելել է Ստամբուլի Կապույտ մզկիթ, Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցի, հանդիպում ունեցել Թուրքիայի հայ համայնքի հետ, որտեղ ասել է, որ Թուրքիայի նախագահին հրավիրելու է 2026-ին այցելել Հայաստան։ Ստամբուլի միջազգային օդանավակայանում վայրեջք կատարեց հայկական կառավարական ինքնաթիռը։ Փաշինյանին ընդառաջ եկավ թուրք չինովնիկներից արտաքին գործերի նախարարի տեղակալը Բերիս Էքինջին։ Աշխատանքային այց է Փաշինյանին հրավիրել է Ռեջեփ Թայիպ Էրդողանը։ Առաջին կանգառը Թուրքիայի հայերի հետ հանդիպումն է։ Ակոս-թերթի խմբագիրը լրատվամիջոցներին փոխանցել է, որ Պոլսո հայոց պատրիարքարանի հոգևորականները հանդիպմանը չեն մասնակցել։ Կառավարությունից հայտարարություն եղավ, որ Թուրքիայի հայության հետ հանդիպմանը Փաշինյանը այցը կարևորել է, ընդգծելով, որ այն իրականություն է դարձել վերջին շրջանում Թուրքիայի հետ ակտիվացած երկխոսության արդյունքում։ Նա նշել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանի հետ նախատեսված հանդիպման կարևորությունը, հույս հայտնելով, որ այն նոր ազդակ կհաղորդի երկկողմ հարաբերություններին։ Երկրի ղեկավարի խոսքով այցի հիմքում ընկած են Հայաստան-Թուրքիա միջպետական հարաբերությունները, իսկ ընթացող գործընթացը հարաբերություններ հաստատելու օրակարգ է, որը բխում է երկու երկրների շահերից։ Փաշինյանը Ստամբուլի Սուրբ Աստվածածին աթորանիստ Մայր եկեղեցում մոմ է վառել, հետո այցելել է Կապույտ մզկիթ, այս մասին Facebook-ում գրեց։ Իսկ ըստ թուրքական լրատվամիջոցների հենց այս րոպեներին է ընթանում Փաշինյան-Էրդողան հանդիպումը Ստամբուլի Բեշիկթաշ Դոլմաբահչե։ Ինչու հրավիրեց Էրդողանը, ինչու հիմա, ինչու օրակարգը չի գաղտնազերծվում։ Հարցերը շատ են, պատասխանները այս պահին խիստ սուղ։ Բայց դիվանագիտության մեջ վարքագծով հայտնի երկրների մասին խոսելիս որոշ պատասխաններ միանշանակ են։ Փորձագիտական շրջանակը թուրքական դիվանագիտությանը լավ է ծանոթ։ Հրավիրել է նախ տարածաշրջանում ամենաուժեղ ու որոշող խաղացողը երևալու համար։ Խառը ժամանակներ են։ Թուրքիան ես կարծում եմ ինքը շահագրգռված է նրա մեջ, որ հիմա այս պայն ցույց տա, որ ինքը եթե ոչ վերահսկում է տարածաշրջանը, ապա ամենաազդեցիկ երկիրն է։ Ինչի ինձ հիմա, որտեղ հենց հիմա երկու գլխավոր երեք նույնիսկ գլխավոր արդեն խաղացողների մոտ բավականին անկայուն ու նոր վիճակ է, այսինքն ԱՄՆ-ն արևմուտքի հետ միասին իրանք փաստացի Տրամպի իշխանության գալուց հետո չունեն այս պահի ձևավորված քաղաքականություն։ Ռուսաստանը փորձում է ինչ-որ ձև էլի ոնց որ վերակտիվանալ մեր տարածաշրջանում, չնայած ուկրաինական կոնֆլիկտը շարունակվում է, այդ երկրորդ գործոնն է ու երրորդ իհարկե Իրանն էլ դերակատարել է, որ բավականին անկարող վիճակում է, էլի։ Մամուլը գրում է, որ կողմերը կքննարկեն համապարփակ խաղաղության պայմանագիր կնքելու ջանքերը, ինչպես նաև Իրան-Իսրայել հակամարտության տարածաշրջանային հետևանքները։ Երևան-Անկարա հարաբերությունների վերաբերյալ գուցե կքննարկվեն սահմանի բացման հարցեր, ասում է քաղաքագետը։ Շարունակում բնականաբար հայ-ադրբեջանական խաղաղության թեման կլինի սեղանին։ Հայտնի ախորժակ ունեն Էրդողան, Ալիև եղբայրները։ Օրակարգում այն կարմիր թել կլինի։ Հայաստանի ընտրությունը վատի ու վատագույնի միջև է, քաղաքագետի ձևակերպումն է։ Ես նստում եմ, որ հայկական կողմը փորձելու է ինչ-որ ձև Թուրքիայի միջոցով ապաշրջափակել այդ
խաղաղ պայմանագրի ստորագրելու խնդիրը։ Բայց այստեղ խնդիրն անում է, որ արդեն այլընտրանքի մեջ Թուրքիան հայտնվում։ Արդյոք ինքը իր շահերի ձեռնելով տարածաշրջանում կգնա նրա հետ, որ հակասության մեջ մտնի Ադրբեջանի դիրքորոշմանը։ Իսկ Թուրքիան Ադրբեջանի դիրքորոշմանը հակասելու փորձեր հաստատ չի անի, պատմությունն է ցույց տվել։ Ու եթե մինչև հիմա Ադրբեջանի համագործակցելու անզուսպ ցանկությունը չենք տեսել, զուգահեռաբար Թուրքիան Հայաստանի հետ բոլոր գործերն է ուղիղ կապում Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հետ, ուրեմն ինչ լավ նորության սպասել թուրքական այս նոր խաղից։ Տիգրան Գուրգինյան, ժամը լրատվական։ Իրավապահները ուժեղացված հսկողություն և ձերբակալություններ են սկսել Երևանում և մարզերում սրբազան պայքար շարժումն ու հույդան հայտարարություններ են տարածել, որ իրենց կողմնակիցների տներում լայնամասշտաբ խուզարկություններ են իրականացվել, տասնյակ մարդկանց բերման են ենթարկել։ Սրբազան շարժման 17 անդամ ձերբակալված է։ Միաժամանակ հայտարարություն է տարածել ոստիկանությունը այն մասին, որ օպերատիվ տվյալներ են ստացվել հասարակական կարգի խաթարման ուղղված գործողությունների նախապատրաստման վերաբերյալ և որ ոստիկանությունը իրականացնում է ուժեղացված ծառայություն, ինչի շրջանակում ձեռնարկվում են կանխարգելիչ բացատրական աշխատանքներ։ Ոստիկանությունը կոչ է արել պահպանել հասարակական կարգը, հավելել ցանկացած հակաօրինական դրսևորում արժանանալու է կոշտ հակազդման։ Բաքուն կրկին սադրանքների է գնում ադրբեջանական կրակոցից, այսօր առավոտյան Սյունիքի ներքին հանդում տուն է վնասվել։ Ալիևն ու Էրդողանը չեն թաքցնում ախորժակը, շարունակում են աչքը պահել Սյունիքի վրա։ Քաղաքագետները չեն բացառում, որ թուրք-ադրբեջանական տանդեմը օգտվելով տարածաշրջանային խառնակ իրավիճակից, երբ ծանրագույն վիճակում է Զանգեզուրի միջանցքը կարմիր գիծ համարող Իրանը, կգնա նոր սադրանքների և հնարավոր էսկալացիայի։ Հայաստանի իշխանությունները անընդմեջ հայտարարել և հայտարարում են, թե Ադրբեջանի հետ պատերազմ չի լինելու, խաղաղություն է լինելու։ Փաշինյանն ու իր թիմակիցները այսպիսի պնդումներ են անում, իսկ Ադրբեջանն իր առաջնորդ Ալիևի հրամանով հայկական գյուղերի վրա է կրակում։ Ադրբեջանական կրակոցների լուրը հաստատեց նաև Հայաստանի պաշտպանության նախարարությունը։ Սյունիքի մարզին ներքին հանդում բնակելի տուն են վնասել, տուժածներ չկան։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը ադրբեջանական կողմին կոչ է անում հետաքննել ներքին հանդի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։ Ադրբեջանը Իրան-Իսրայել պատերազմական ֆոնին սպասում է հարմար առիթի։ Թուրք-ադրբեջանական տանդեմն այսպես կոչված Զանգեզուրի միջանցքին ու Սյունիքին է ձգտում։ Հիմա եթե իրենց համար այսպես կոչված միջանցքային տրամաբանությունը ռազմավարական խնդիր է եւ իրենք Հայաստանի հետ չեն կարողանում իրենց պատկերացումների շրջանակներում լուծում գտնել, ապա որևէ մեկը չի կարող բացառել, որ այդ ամենը տեղի կունենա ուժի կիրառման միջոցով։ Այսպես կոչված Զանգեզուրի միջանցք բացելու գաղափարից չհրաժարվող Ադրբեջանի ու Թուրքիայի գլխավոր ընդդիմախոսներից մեկը հենց Իրանն է։ Ամենաբարձր մակարդակով Թեհրանը մի քանի անգամ հայտարարել է. Հայաստանի տարածքային ամբողջականությունը իր համար կարմիր գիծ է։ Հայաստանում Իրանի դեսպանը վերջին ասուլիսի ընթացքում անդրադառնալով Սյունիքի շուրջ մտահոգություններին հայտնեց, թե հետևում են զարգացումներին եւ խորհրդակցում տարածաշրջանի երկրների հետ։ Մեր կարմիր գծերը հստակ են, ապացուցել ենք, որ երբեք չենք շեղվի դրանցից։ Իհարկե, հավանականությունների աշխարհում ենք ապրում, բայց մենք փաստերի հետ ենք առնչվում։ Մենք պահպանում ենք զգոնությունը։ Եթե հայտարարվել է, որ դա կարմիր գիծ է, դա նշանակում է, որ դա Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության հարց է եւ իրենք հետամուտ են լինելու այդ խնդիրների լուծմանը կամ կարգավորմանը։ Բայց շատ բնական է եւ շատ հասկանալի է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը այսօր ներքաշված է բավական լուրջ process-ների մեջ եւ իր համար առաջնային է լինելու իր խնդիրների լուծումը։ Հիմա այլ հարց է, թե ինչպիսի զարգացումներ կլինի Հայաստանի Հանրապետության տարածքում եւ արդյոք այդ խնդիրներով Հայաստանի Հանրապետության իշխանությունները որպես օգնություն կխնդրեն Իրանի Իսլամական Հանրապետությանը, որպեսզի աջակցի։ Միջանցքի տրամադրումը Ադրբեջանին կարող է արվել շատ ավելի փափուկ ձևով, քան ուժի գրամով։ Իրան-Իսրայել բախման արդյունքում Իրանից մեծ հոսք կա Հայաստան, Ադրբեջան, Պակիստան։ Ըստ ռազմական փորձագետի դա նշանակում է, որ այնուամենայնիվ Ատրպատականից հարավային Ադրբեջան կոչված հատվածից կարող է բնակիչների մեծ հոսք լինել Նախիջևան, որոնք կցանկանան գնալ դեպի Ադրբեջան, իսկ Նախիջևանից Ադրբեջան Իրանով անցնող ճանապարհը փակ է։ Հիմա այստեղ Հայաստանն է առաջնահերթ դառնում որպես մարդասիրական միջանց տրամադրող երկիր։ Տեսականորեն, եթե փախստականներ 100,000-ներ լինեն, եթե ոչ ավել, ապա Հայաստանը տարածքը տրամադրելու ժամանակ բնականաբար հայտարարելով, որ իշխանությունների կողմից որ դա ճանապարհ է, բայց գործնականում ինքը միջանցք է լինելու։ Ռազմական փորձագետն ի դեպ չի բացառում, որ Իրանից մոտ 50,000 ադրբեջանցի փախստականներ տեղակայվեն հենց Հայաստանի տարածքում։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։
Այժմ այն մասին, թե ինչ ենք դիտելու թողարկման երկրորդ հատվածում։ Կրեմլը հետևում է Սամվել Կարապետյանի ձերբակալության հետ կապված իրավիճակին եւ անհրաժեշտության դեպքում կաջակցի Պուտինի խոսնակի հայտարարությունը։ Դարի կիբերգողությունը 16 միլիարդ գաղտնաբար հակերների ձեռքում, ինչպես չընկնել նրանց որսացանցը։ Ինչու աշակերտներին չեն հրապուրում ֆիզիկան, քիմիան, կենսաբանությունը, Հայաստանում գիտությունը հետին պլանում է, պատճառներն ու լուծումները ըստ մասնագետների։ Ժամը շարունակում է աշխատանքը Արմենիայի ուղիղ եթերում։ Ժնևում մեկնարկել են Իրանի բանակցությունները Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի ու Եվրամիության հետ։ Նախքան հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Մակրոնը ներկայացրել է Ժնևում Իրանի արտգործնախարարին ներկայացվող առաջարկի կետերը՝ ՄԱԳԱՏԵ-ի գործունեության վերականգնում, Իրանի բալիստիկ գործունեության վերահսկում, Իրանի կողմից տարածաշրջանում գործող միջնորդ խմբավորումների ֆինանսավորման վերահսկում եւ պատանդների ազատ արձակում։ Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտուրը 2025 թվականի արդյունքներով կարող է կրճատվել 3 միլիարդ դոլարով։ Սանկտ Պետերբուրգի տնտեսական համաժողովում հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Օվերչուկը։ Հիմնական պատճառների թվում նա նշել է արգելքները, խոչընդոտները, կարգավորող մարմինների աշխատանքը, կան նաև փոխադարձության խնդիրներ։ Անհրաժեշտ է ընդլայնել վերին լարսի անցակետերի թողունակությունը, որտեղ այս օրերին կրկին գրանցվում են մեծ խցանումներ։ Կրեմլում ուշադիր հետևում են Տաշիր գրուպի սեփականատեր Սամվել Կարապետյանի ձերբակալության հետ կապված իրավիճակին, հայտարարել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Սամվել Կարապետյանը Ռուսաստանի քաղաքացի է, մենք չենք ցանկանում միջամտել Հայաստանի ներքին գործերին, բայց մենք իհարկե ամենայն ուշադրությամբ հետևում ենք այն ամենին, ինչը կապված է Ռուսաստանի քաղաքացու հետ, ասել է Պեսկովը եւ ավելացրել. անհրաժեշտության դեպքում Ռուսաստանը պատրաստ կլինի տրամադրել անհրաժեշտ օգնություն Սամվել Կարապետյանին։ Որևէ ճնշում, որևէ վախ, որևէ սուտ չի կարող շեղել մեզ մեր ճանապարհից, այսպիսի ուղերձ հայտարարություն է տարածել Սամվել Կարապետյանի կինը Էթերի Կարապետյանը։ Նա գրել է, որ իր ընտանիքը կա եւ կլինի հայ ժողովրդի եւ հայ առաքելական եկեղեցու կողքին։ Մենք չենք վախենում ճշմարտությունից, պահանջում ենք արդարություն, ոչ վրեժխնդրություն, հայտարարել է նա։ Հիշեցնեմ, որ Կարապետյանին կալանավորելու վերաբերյալ որոշումը փաստաբանական խումբը բողոքարկել է Վերաքննիչ քրեական դատարան։ Նրանց խոսքով մեղադրանքը որևէ առնչություն չունի քրեական օրենսգրքի եւ քրեական իրավունքի հետ։ Ազգային բարերար Սամվել Կարապետյանի կալանավորմանն է անդրադարձել հայտնի կինոռեժիսոր Էմիր Կուստուրիցան։ ՌԻԱ Նովոստիին նա ասել է, որ եկեղեցուն աջակցելու համար Կարապետյանին քրեական հետապնդման ենթարկելը արևմուտքի կողմից հանրության նկատմամբ լիակատար վերահսկողություն հաստատելու փորձերի մասն է։ Եթե ինչ-որ մեկը հանդես է եկել եկեղեցու դեմ սպառնալիքների մասին, իսկ մյուսները նրան կալանավորել են, դրա համար սա օրուելյան հասարակության ամենաբարձր մակարդակն է, ասել է կինոռեժիսորը։ Հաջորդ թեմաների մասին Արցախից բռնի տեղահանված քաղաքացիները այսօր կրկին բողոքի ակցիա են իրականացրել կառավարության շենքի առջև, դժգոհելով սոցաջակցությունների կրճատումից։ Նրանք շարունակում են պնդել, որ սոցիալապես ծանր վիճակում են, կառավարության ծրագրերի ընդհատումը այն էլ ավելի կսրի։ Ակցիայի մասնակիցները կառավարության շենքի առջև նախ բաց նամակ հայտարարություն են ընթերցել, ապա այն փոխանցել գործադիրին։ Հորդորում ենք Հայաստանի Հանրապետության կառավարությանը վերանայել տեղահանված արցախցիների նկատմամբ իրականացվող ծրագրերը, վերանայել այն տարբերակումները, որ դրվում են փախստականների համար ներկայացվող ծրագրերի մեջ։ Պետք է պարզապես ապահովել, որպեսզի բոլոր տեղահանվածները ունենան նույն ուշադրությունը, արժանանան նույն վերաբերմունքին եւ տեղահանվածների միջև առանց այդ սոցիալական այդ դժվարությունները չտանեն արդեն սոցիալական բևեռացման։ Հայաստանից Սիգի ծգնդիթի արտահանման ժամանակավոր արգելք է սահմանվել, որոշումն ընդունվել է այսօր կառավարության նիստում, այն ուժի մեջ է մտնելու հուլիսի 2-ից եւ գործելու է 6 ամիս ժամկետով։ Հիմնավորման մեջ նշվում է, որ որոշումը բխում է Սևանա լճում կենսապաշարի կայուն օգտագործման եւ կենսաբազմազանության պահպանության պահանջից։ Վերջին տարիներին Սևանա լճում նկատվում է Սիգի կենսազանգվածի աճ, ինչը հնարավորություն է տալիս ապահովել Սիգի արդյունագործական որսը։
Կառավարությունը նաև որոշել է հուլիսի 3-ից 6 ամսով երկարաձգել Հայաստանի տարածքից ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանման արգելքը։ Փորձը ցույց է տալիս, որ արտահանման արգելքի կիրառման ընթացքում Հայաստանում արձանագրվել է ավտոմեքենայի խլացուցիչի կատալիզատորի գողության ընդամենը 2 դեպք։ Մինչդեռ 2021 թվականին արձանագրվել է գողության 92 և 2022 թվականին գողության 40 դեպք։ Պատմության մեջ խոշորագույն կիբեր հանցագործությունն է գրանցվել աշխարհում 16 միլիարդ գաղտնաբար հայտնվել է հակերների ձեռքում։ Վիրուսային ծրագրեր են ստեղծվել, որոնք սարքի միջից սկանավորում հակերներին են ուղարկում գաղտնաբարերը և անձնական տվյալները։ Ինչպես չհայտնվել կիբեր հանցագործների որսացանցում, մասնագետները խորհուրդ են տալիս ոչ մի դեպքում չբացել կասկածելի հաղորդագրություններն ու նամակները։ Զանգվածային շահագործման գծապատկեր։ Այս անվանումն է ստացել մեր օրերում նախադեպը չունեցող համաշխարհային հանցագործությունը, որի արդյունքում ավելի քան 16 միլիարդ համացանցային մուտքային տվյալներ, մասնավորապես գաղտնաբառեր, հայտնվել են բաց հասանելիության տարածքում։ Ամենահեղինակավոր ֆինանսատնտեսական Forbes-ն է գրում մայիսին էին տեղեկացրել շուրջ 184 միլիոն գողացված գաղտնաբառերի մասին։ Եթե սա ավախեցնող էր, ապա հիմա հույս ունեն գոնե նստած եք իրենց կարդում։ Պատմության ամենախոշոր կիբերհարձակումն է եղել։ Կրկնում են 16 միլիարդ գողացված գաղտնաբառ։ Վիրուսային ծրագրեր են, որոնք ինչ-որ ձևով հասցվում է օգտատիրոջը կամ ֆիշինգային մեյլի միջոցով, կամ ինչ-որ ֆիշինգային կայքերի միջոցով, ուղարկում են վիրուսային այդ ծրագրերը, սարքի մեջ հայտնվելուց հետո սկանավորում է տվյալները ու ուղարկում է արդեն այդ զեղծարարների սերվերների, դրանից հետո արդեն նրանք ունենում են մուտքանում գաղտնաբառ ու նմանատիպ զգայուն տվյալներ։ Apple, Google, Facebook, Telegram ու նույնիսկ պետական ծառայությունների հարթակների ուղղությամբ են աշխատել զեղծարարները։ Google-ն օրինակ արդեն խորհուրդ է տվել օգտատերերին անցնել գաղտնաբառերից passkey-ների, իսկ Միացյալ Նահանգների դաշնային քննիչ բյուրոն հորդորում է զերծ մնալ հատկապես SMS հաղորդագրություն եկած կասկածելի հղումները բացելուց։ Հիմնական նպատակը դա միշտ լինում է մի քանիսը։ Առաջինը հիմնականում անձնական տվյալներ են հափշտակում, որպեսզի վերավաճառեն, երկրորդ եթե ինչ-որ կոնկրետ ֆիքսված երկրի վրա հարձակումը գնում, ուրեմն ինչ-որ մարդկանց փորձում հիթախավորեն, ինչ-որ ինֆորմացիաներ ստանան, ներքին նամակագրություններ, ներքին նկարներ, ինչ-որ բաներ, որ փոխանցել են իրար մեջ, ներքին ֆայլեր եւ այլն։ Եվ երրորդը հակամ դա արդեն լինում է քարտային տվյալների արտահոսքի համար, հակերները այսպես ասած մարդկանց պրոֆիլները, որ գողանում են, կոտրում են, այն հույսով են կոտրում, որ այդ պրոֆիլների մեջ կարող են գտնել տարբեր տեսակի հաշվետվամարների մուտքեր։ Ըստ միջազգային հետաքննության կոտրված էջերն ու դրանց ամբողջ տեղեկությունը մութ ցանցեր են հասել եւ հասանելի դարձել համեմատաբար էժան արժեքներով։ Այսինքն այս դեպքում փորձագետի մատնանշած առաջին նպատակն են հետապնդել կիբերխարդախները։ Պաշտպանության միջոցը լավագույնը բարդ գաղտնաբառերն է կիրառելը եւ օգտագործել երկու պլանի վավերացումը բոլոր հարթակներում, որոնք տալիս են այդ հնարավորությունը, իսկ այդ հնարավորությունը հիմա արդեն վստահելի եւ արժանահավատ կայքերը ունեն թե ֆինանսական ծառայություններ մատուցող եւ թե սոցիալական ցանցերն ու էլեկտրոնային փոստերը։ Մասնագետները նաև հորդորում են միևնույն գաղտնաբառը, օրինակ Facebook ու Instagram-ի համար մի սահմանեք։ Այդպիսով ձեր հերթին դուք էլ ամուր պարսպապատում եք ձեր օգտահաշիվը։ Մեկը կոնտրոլից հետո հիմնականում հասանելիություն են ստանում մյուս բոլոր հարթակներին, քանի որ շատ են դեպքերը եւ մարդիկ նույն գաղտնաբառը օգտագործում են մի քանի հարթակներում։ Մեր երկրում հիշենք, վերջին շրջանում կիբերհարձակումներն ու հանցագործությունները եւս ակտիվացել են։ Ներքին գործերի նախարար Սարգսյանը ժամի հարցինի պատասխաներ նշել, տեխնոզարգացումն ավելի արագ է, քան իրավապահ համակարգի նվաճումները։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Հայաստանում բնագիտական առարկաները հետին պլան են, մղված գիտությունը աշակերտներին չի հետաքրքրում։ Պետությունը մոտ 650 դպրոցում բնագիտական առարկաների լաբորատորիաներ է բացում հագեցած անհրաժեշտ գույքով եւ սարքերով, որ ֆիզիկայի օրենքներն ու քիմիական ռեակցիաները աչքով տեսնեն, լաբորատոր փորձեր անեն, գուցե սեր առաջանա դեպի գիտությունը։ Կրթության փորձագետների կարծիքով նախ մասնագետների բանակը պետք է համալրել, որակյալ կադրեր են պետք, որ կարողանան լաբորատորիաներում աշակերտների հետ փորձեր անել։ Չեն հրապուրում ֆիզիկան, քիմիան, կենսաբանությունը, աշխարհագրությունը եւ առհասարակ գիտությունը։ Ինչու՞։ Վերջին տարիների հետազոտությունները փաստում են, որ մեր երկրում բնագիտության ուսուցման ոլորտում լուրջ խնդիրներ կան։ Շատ աշակերտների համար դրանք մնում են անհետաքրքիր ու անհասկանալի։ Բուհական ընդունելության արդյունքներն են այդ մասին խոսում։ Ֆիզիկայից, կենսաբանությունից, քիմիայից քննություններ են տալիս եւ պարզվում է, որ մեծ մասը չի հաղթահարում նույնիսկ նվազագույն շեմը։ Առարկաների հանդեպ հետաքրքրվածությունը բարձրացնելու
ստեղծելու համար կրթական գերատեսչությունը 648 դպրոցի արդեն ապահովել է անհրաժեշտ սարքավորումներով ու լաբորատորիաներով։ Առաջիկայում նախատեսում են ներառել բոլոր դպրոցները։ Ոլորտի փորձագետը դրական է գնահատում այս նախաձեռնությունն ու նկատում. սա էական ազդեցություն կունենա բնագիտական առարկաների ուսուցման վրա։ Խորհրդայնության փլուզումից հետո դպրոցների լաբորատորիաները ընդհանրապես չեն վերազինվել։ Օրինակ, այդ դպրոցում լաբորատորիա չկա, այդ փորձերը պրակտիկորեն չի տեսնում երեխան։ Իսկ եթե լաբորատորիա կա, բնականաբար փորձերը կտեսնի, փորձի միջոցով հետաքրքրություն կառաջանա տվյալ առարկայի հանդեպ։ Փորձագետները տարակարծիք են, ոլորտի մյուս մասնագետն էլ պնդում է, լաբորատորիաները նախ եւ առաջ պետք է գործարկողներ լինեն։ Հարցնում է Մխիթարյանը. այդ ոլորտի քանի ուսուցիչ ունենք։ Իսկ ովքեր են դրանք օգտագործելու, ովքեր են այդ հմտությունները ունեցող մարդիկ ուսուցիչները։ Նրանց թիվը այնքան քիչ է, որ այդ 650-ն էլ կարողա չլինի այդքան ուսուցիչ, որ կարողանա նորմալ այդ լաբորատորիաները օգտագործել։ Խնդիրը կա, բայց դրա լուծման ձևը ուղիղ լուծելու փոխարեն ինչ որ նոր ֆոկուսներ են մտածում եւ անարդյունավետ լուծման ձև է։ Այդքան գումարներ, որ կծախսեին լաբորատորիաների վրա, ավելի լավ է նորմալ ուսուցիչներ պատրաստեին։ Ընդհանրապես մասնագետներ չկան, բնագիտական ուղղվածությամբ հեռավարով են դասապրոցես իրականացնում, մենտոր դպրոցների միջոցով մասնագետներից պակաս ունենք։ Ոլորտով հետաքրքրվածության բացակայությունը նկատելի է նաև համապատասխան գիտահետազոտական կենտրոնների, ինստիտուտների պարագայում։ Փորձագետների կարծիքով մեր երկրում գիտության հետ կապը խզված է նաև, որովհետև գիտությամբ զբաղվելն էլ հրապուրիչ ու հերանեկարային չեն համարում։ Ավարտածները, քանի որ հետաքրքրությունը այդքան մեծ չէ, չեն ձգտում գիտական աստիճան ստանալ, ասպիրանտուրայում սովորել, հետո համալրել գիտահետազոտական ինստիտուտների կադրերի բազա։ Եվ ստացվում է, որ այո, շղթան որևէ կետում լավագույն արդյունք ցույց չի տալիս։ Ասպիրանտուրայի ընդունելությունը էապես ընկել է։ Իսկ գիտահետազոտական ինստիտուտների վիճակն էլ բարվոք չէ, մեղմ ասած։ Բոլորը մտածում են ակադեմիական քաղաքի իրականություն դառնալու դեպքում այդ ինստիտուտներն էլ այլևս չեն լինի։ Միայն սարքավորումներով հարց չի լուծվում, պետք են համակարգված երկարաժամկետ ու կայուն քայլեր, ասում են ոլորտի փորձագետները, նկատում պետական քաղաքականությունը պետք է պատրաստի որակյալ մասնագետներ, բարելավելով նրանց սոցիալական վիճակը։ Եվ չնայած նախարարությունը այնուամենայնիվ բարձր կրթաթոշակ է սահմանել այդ ուղղվածությամբ սովորողների համար, որևէ երաշխիք սակայն չունի, որ տվյալ մարդը սովորելուց հետո կմնա այդ ոլորտում։ Մասնագետների դիտարկմամբ աշակերտը պետք է տեսնի, որ գիտությունը ոչ միայն հետաքրքիր է, այլև կիրառելի ու եկամտաբեր։ Հակառակ դեպքում գիտության հանդեպ հետաքրքրությունը կմարի մինչև բուհական փուլին հասնելը։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։ Տուգանքներ բոլոր նրանց համար, ովքեր խախտում են հեղինակային իրավունքը, եթե որևէ երգչի ստեղծագործություն առանց նրա թույլտվության կատարել եք համերգին կամ զանգվածային միջոցառման ժամանակ, պիտի վճարեք։ Հայաստանում ամեն քայլափոխի խախտվում է հեղինակային իրավունքը։ Մասնագետները սա օրենքի չիմացությամբ են պայմանավորում։ Հայաստանում մտավոր սեփականության իրավունքը, մասնավորապես հեղինակային իրավունքը շարունակում է մնալ ամենախոցելիներից մեկը։ Չնայած օրենսդրական կարգավորումներին, բազմաթիվ դեպքերում գաղափարները, ստեղծագործությունները շարունակում են օգտագործվել առանց հեղինակային իրավունքի պահպանման։ Մասնագետների խոսքով խնդիրը շատ դեպքերում պայմանավորված է հենց իրազեկվածության ցածր մակարդակով։ Մեր հասարակության մտածելակերպն է խնդիրն է, որ չեն հարգում, այսպես ասած, դիմացինի մտավոր սեփականության իրավունքը, չեն հարգում, որ դիմացինը ստեղծել է ինչ-որ ստեղծագործություն, առանց դա հարգելու վերցնում եւ օգտագործում է։ Հասարակությունում մասնագետների համոզմամբ դեռևս չկա բավարար հարգանք մտավոր սեփականության նկատմամբ։ Շատերը սեփական շահից ելնելով առանց խղճի խայթի օգտագործում են այլոց աշխատանքը։ Երբ որ մարդը տեսնում է, որ որևէ ստեղծագործություն կամ որևէ, այսպես ասած, նույնիսկ ապրանքային ներքո ծառայությունները կամ ապրանքների վաճառքը մեծ հաջողությունների են հասնում, իրենք դա վերցնում են, գողանում են, օգտագործում են, որպեսզի բարենպաստ լինի իրենց բիզնեսի համար, սակայն չգիտեն, որ այդ ամեն ինչը խախտում է։ Մտավոր սեփականության, գյուտերի, գրական կամ գիտական ստեղծագործությունների պաշտպանությունը շատ երկրներում վաղուց ընդգրկված է դպրոցական եւ բուհական կրթական պարտադիր ծրագրերում։ Հայաստանում հաճախադեպ են հեղինակային իրավունքի խախտումները։ Հասարակությունը հիմնականում տեղյակ չէ, որ հեղինակային ստեղծագործությունների օգտագործման համար անհրաժեշտ է վճարել։ Հանրային սննդի կետերը, ռեստորաններ, սրճարաններ, որտեղ
հնչում է երաժշտություն, օրենքով սահմանված կարգով պարտավոր են վճարել հեղինակային հոնորար։ Փաստաբաններն ասում են, աշխատանքային պրակտիկայի ընթացքում հանդիպում են անգամ այնպիսի դեպքերի, որ դժվար է լինում տարբերակել, ենթադրեն գրանցված երկու ապրանքանիշներից որն է բնօրինակը։ Նույնիսկ երբ որ հայտ են ներկայացնում ապրանքային նշանի մասով, գրանցվում է դա, թեկուզ որ արդեն նմանատիպ այլ ապրանքային նշան գրանցված է լինում ու ստացվում է երկու գրանցված ապրանքային նշան է լինում եւ օգտագործվում է ու շատ դեպքերում սպառողը շփոթում է եւ չի հասկանում թե տվյալ ապրանքային նշանները մեկ անձին է պատկանում, թե դրանք ընդհանրապես նույն անձին չեն պատկանում։ Թեև օրենքով վերահսկողության մեխանիզմներ կան, մասնագետները նշում են, դրանք գործնականում արդյունավետ չեն։ Հեղինակային հոնորարների հավաքագրմամբ զբաղվում են հասարակական կազմակերպությունները։ Խախտումներ արձանագրելու դեպքում հասարակական կազմակերպությունները իրավասու են, օրինակ երգչի անունից միանգամից դիմել դատարան։ Իսկ փաստաբանների խոսքով մտավոր սեփականության ոլորտում մասնագետների պատրաստումն իհարկե կխթանի խնդրի լուծմանը։ Համոզված են, եթե մասնագետներն ավելի շատ լինեն, ավելի լայն կտարածեն այս իրավունքը։ Իսկ մարդիկ կիմանան, թե իրենց իրավունքների խախտման դեպքում ուր է պետք դիմել եւ ինչպես։ Հասմիկ Անտոնյան, ժամը լրատվական։ Կրկին դադարմերը եթերում կվերադառնանք քիչ անց։ Ամսական 73,000 դրամ նրան, ով աշխատանք կտա անապահովին, պետական աջակցություն բարեխիղճ եւ սրտացավ գործատուներին։ Կոմպրոմիս երրորդյա բողոքից հետո անհետ կորածների ծնողները հանդիպման խոստում են ստացել եւ բացել Բաղրամյան պողոտան։ Մետեո աշխարհ, ինչ սպասել շաբաթ եւ կիրակի, ավելին հաջորդ թիվ։ Մենք վերադարձանք, շարունակում ենք թողարկումը։ Լոռու Քարկոփ գյուղի փոքրիկները էլ հարևան Շնող գյուղ չեն գնա մանկապարտեզ իրենց սեփականն ունեն։ Դպրոցն էլ նորոգվել է, լոկալ ջեռուցման համակարգ է կառուցվել։ Այս ամենը հնարավոր է դարձել հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատոր Viva-ի ներդրումներով։ Լամինատե հատակը ամբողջովին վնասվել էր եւ այդ խոնավությունը անգամ բարձրացել էր պատերի մինչև այս հատվածը։ Անցած տարվա մայիսյան բնական աղետի հեղեղումներից ամենաշատ տուժածներից է Լոռու մարզի Քարկոփ բնակավայրը։ Ամբողջովին մեկուսացված գյուղում շարքից դուրս եկած ենթակառուցվածքների թվում էր 30 տարվա դադարից հետո վերաբացված մանկապարտեզը։ Քարկոփցին բնականոն կյանքին վերադառնալու ամբողջ ընթացքում ստիպված էր կրկնել երեխաներին գյուղից գյուղ մանկապարտեզ տանելու երբեմնի պրակտիկան։ Դա ոչ միայն հեշտ չէր, այլև ֆինանսական լրացուցիչ բեռ էր մանկահասակ երեխա ունեցող ընտանիքների համար։ Ինքս տրանսպորտ չունեմ եւ ասենք տանել բերելու խնդիրն է եւ իմ աշխատանքի հետ ես չեմ կարողանում ժամանակ տրամադրեմ, որ երեխային հասնեմ մանկապարտեզ։ Ճանապարհի ծախսն է, ծախսը շատ է, տրանսպորտն է, որ ամեն օր պետքա տանենք եւ բերենք, ծնողների վրա է այդ ամենը, դժվար է։ Գյուղացիների կողքին կանգնելու նպատակով Viva-ն նախաձեռնել էր մանկապարտեզի շենքի վերանորոգման եւ դպրոցի ջեռուցման լոկալ համակարգի կառուցման շինարարությունը։ Աշխատանքներն արդեն ավարտվել են։ Հեքիաթն իր դռներն է բացել տեղի փոքրիկների համար։ Երեխեքը քնած են, պատրաստում ենք ճաշ, կարտոֆիլով պյուրե։ Լուծվեց նաեւ աշխատատեղերի հարցը։ Աշխատողները պարապուրդի մեջ էին։ Առաջին հայացքից մենք տեխնիկական հարց ենք լուծել Քարկոփ գյուղում։ Գուցե շենքի վերանորոգումը կամ ջեռուցման ապահովումը տեղավորվում են մտածողության այդ տիրույթում, սակայն մենք ձգտել ենք ավելի կարևոր արդյունք ապահովել, մանկության եւ երիտասարդության տարիների հիշողությունները դարձնել ավելի լուսավոր։ Դա կարևոր է մարդու կյանքում համարձակ նպատակներ սահմանելու եւ դրանց իրականացման ուղղությամբ շարժվելու համար։ Ուզում եմ հավատալ, որ հարմարավետ միջավայրը նպաստելու է այդ ամենին։ Viva-ն լուծել է նաև դպրոցի լոկալ ջեռուցման խնդիրը։ 38 տարի առաջ վերաբացված դպրոցը երբևէ պատշաճ կերպով չի ջեռուցվել։ Դասասենյակները տաքացվել են վառարաններով կամ էլեկտրական տաքացուցիչներով։ Viva-ի աջակցությամբ մենք արդեն ունենք ջեռուցված դպրոց, սանիտարական նորմաներին համապատասխան դասասենյակներ։ Քարկոփի դպրոցը պատրաստ է նոր ուսումնական տարվան։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Գյումրիու երեխաների տանը 1 տարեկան երեխա է մահացել, նրա դին հայտնաբերել են մանկատան աշխատակիցները։ Օրվա լրահոսը տեսաշարում։
Անհետ կորած զինծառայողների հարազատները 3 օր փակ պահելուց հետո այսօր բացել են Բաղրամյան պողոտան։ Նրանք այս պահին դադարեցնում են բողոքի ակցիան։ Նրանք լրատվամիջոցներին ասել են համապատասխան կառույցի ներկայացուցիչը մոտեցավ մեզ, մեր հարցերը բարձրաձայնեցինք, ունեցանք քննարկում, որոշեցինք գնալ կոմպրոմիսի։ Առայժմ կդադարեցնենք մեր ակցիան, երթևեկությունը կվերականգնվի։ Առաջիկայում մեզ խոստացել են հանդիպում։ Ներքին գործերի նախարարության միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունը գործարկել է նույնականացման քարտերի տպիչ 2 սարքեր, ինչի արդյունքում բարձրացվել է տպագրման որակը եւ վերակարգավորվել համակարգը։ Սա կապված է նույնականացման քարտերի թողարկման պահանջարկի ավելացման հետ։ Ներքին գործերի նախարարությունից հայտնում եմ, որ 2025 թվականի հունիսի 17-ի դրությամբ ծառայությունում ընդունվել է նույնականացման քարտերի 131104 դիմում, որից տպագրվել է 120066 նույնականացման քարտ, տպագրության փուլում է 11038 նույնականացման քարտ, հերթագրման համակարգում սպասում է 52160 քաղաքացի, նրանցից 40645-ը Երևանում։ 2024 թվականին նույնականացման քարտ ստացել է 161000 անձ, սա 2.5 անգամ շատ է 2023 թվականի ցուցանիշից, այսինքն 2025 թվականի հունիսի դրությամբ ցուցանիշը գրեթե մոտենում է անցած տարվա սպասարկման ծավալներին։ Կառավարությունն Արմավիրի մարզի Վաղարշապատ եւ Խոյ համայնքները միավորելու որոշում է ընդունել դրանց կազմում ընդգրկված 19 բնակավայրերով։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարը ներկայացրել է օրենսդրական փոփոխությունների նախագիծը։ Նոր ձևաչափով Վաղարշապատ համայնքանու ավագանու ընտրությունները նախատեսվում են անցկացվել 2025 թվականի նոյեմբերի 16-ին։ Հայաստանում մի շարք ոլորտներում գործունեություն ծավալող գործատուները պետությունից կստանան ամսական 73000 դրամ աջակցություն, եթե աշխատանքի տեղավորեն անապահով անձանց։ Նախագիծը ըստ գործադիրի նպատակ ունի նպաստել անապահովության գնահատման նոր համակարգով ծայրահեղ եւ չափավոր անապահով ճանաչված ընտանիքների աշխատունակ անձանց տնտեսական ակտիվացմանը, եկամուտների ավելացմանը եւ զբաղվածությամբ ապահովմանն ու խթանմանը։ Աշխատանքի տեղավորման համար աջակցություն կստանան այն գործատուները, որոնք գործունեություն են ծավալում քաղաքաշինության եւ ենթակառուցվածքների պահպանմանը, այդ թվում դպրոց, մանկապարտեզ, բժշկական հաստատություն, համայնքային եւ միջհամայնքային ճանապարհների, գյուղատնտեսության, անտառային տնտեսության, զբոսաշրջության եւ մի շարք այլ բնակավայրերում։ Ծրագրի տևողությունը 3-ից 12 ամիս է։ Ողբերգական դեպք է տեղի ունեցել Գյումրու երեխաների տուն պոակում։ Հունիսի 17-ին ժամը 06:20-ի սահմաններում ներքին գործերի նախարարության Նուշի բաժին օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ ժամը 05:45-ի սահմաններում շտապօգնության խումբը Գյումրու երեխաների տուն պոակում արձանագրել է այդ մանկատան 1-ամյա Շահառուի մահը։ Պոակի տնօրենը ոստիկաններին հայտնել է, որ երեխային մահացած հայտնաբերել են աշխատակիցները, արձանագրվել է կենսաբանական մահ։ Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հասմիկ Անտոնյան, ժամը լրատվական։ Եվ վերջում եղանակ օդերևութաբանների կանխատեսումներին տեղյակ է Լիլի Հովերը։ Բարի երեկո, եղանակի տեսության հովանավորն է Ֆերոսի ապրանքանիշը, իր հուսալի անվտանգ գերխնայող գազի կաթսաներով։ Դրանք պաշտոնապես ներկայացված են էքստերիեր խանութ սրահներում։ Ֆերոսի եղանակ ստեղծող կաթսաներ, մեթեոաշխարհ նախ Հայաստան։ Մեր երկրի մեծ մասում շաբաթն ու կիրակին կանցնեն փոփոխական երկնքով։ Տեղումներ սպասվում են հյուսիս-արևելյան գոտիներում։ Ջերմաստիճանը էապես չի փոխվի։ Վաղը ցերեկը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի եւ Վայոց-Ձորի լեռնային գոտիներում կդիտվի 20-ից 26 աստիճան։ Վայոց-Ձորի եւ Արագածոտնի նախալեռներում սպասվում է 26-ից 34, Լոռիում 23-ից 26, Տավուշում 27-ից 30 աստիճան։ Արարատում, Արմավիրում կդիտվի 32-ից 35, Սյունիքի հովտային գոտիներում կանխատեսվել է 30-ից 34, Սյունիքի նախալեռներում 24-ից 27 աստիճան։ Երևանում օրը կանցնի փոփոխական երկնքով, երեկոյան սպասվում են տեղումներ, այս գիշեր 18-ից 20, ցերեկը 30-ից 34, երեկոյան 22-ից 24 աստիճան։ Այսքանն էինք պատրաստել այսօրվա համար, ես ձեզ հրաժեշտ եմ տալիս եւ մաղթում խաղաղ գիշեր։